Ուրեմն իմ այսօրվա խոսքը ուզում եմ մի պատմությունից սկսել, ուրեմն մի եղբայր ուրիշ եկեղեցուց այսպիսի վկայություն է տվել, որ մի անգամ, որ ինքը տուն էր գնում, ճանապարհին վատացել է, ճնշումը շատ բարձրացել է ու նա հանդիպեց մեր եկեղեցու եղբայրներից մեկին, ու երբ մեր եկեղեցու եղբայրը ասեց, ինչ է եղել քեզ, տեսքդ վատ է, նա ասեց, ճնշումս բարձրացել է, վատ եմ ինձ զգում, այդ եղբայրը վազեց շուտ խանութ, ասեց մի վայրկյան սպասի, ջերմուկ գնեց եւ հասցրեց այս բարձր ճնշում ունեցող եղբորը։ Նա իհարկե խմեց ու թեթևություն զգաց եւ այս եղբայրը, որի հանդեպ այդպիսի վերաբերմունք է ցուցաբերվել, նա հետո այսպես է ասում է, գիտես, այդ պահին ձեր եկեղեցու եղբայրը ոնց որ բարի սամարացի լիներ, որ հանդիպեց ինձ եւ ինձ օգնություն ցուցաբերեց։ Ու ասեց, ես ուզում եմ ձեզ մի բան ասել, ձեր եկեղեցին շատ է նման բարի սամարացուն։ Կարծես ձեր եկեղեցին բարի սամարացու այդ կոչումը ունի։ Գիտեք, այդ եղբայրը, որ վկայել է, այսօր մեզ հետ չի, նա տիրոջ հետ է, բայց այսօր պատրաստվելով ծառայությանը, ես այդ բանը հիշեցի, որովհետև այսօր ուզում եմ էլի խոսել բարի սամարացու մասին։ Ու ես հավատում եմ, որ Աստված ինչ որ բան ուզում այսօր մեզ հետ խոսել, ամեն։ Հավատում եմ, որ ձեր ուշադրությունը այստեղ է։ Ես սպասում եմ, որ բոլորը նստեք, հանգստանաք, որ ոչ մի բան ձեր ուշադրությունը չշեղի, որտեվ սիրելիներս այդքան հեշտ չէ խոսել, երբ մեկը մյուսի հետ է խոսում։ Ես այնքան եմ սիրում մարդկանց լսել, բայց որ իրար հետ ենք խոսում, մեկը պիտի խոսի, մյուսը լսի, լավ։ Շատ շնորհակալ եմ, որ հասկանում եք, ամեն։ Հիմա մենք կկարդանք բարի սամարացու պատմությունը։ Եվ ես կկարդամ մի քիչ ավելի վերևից, որովհետև սա շատ կարևոր է, այս ենթատեքստը, այսինքն այն ինչ որ եղել է Հիսուսի այդ բարի սամարացու առակի պատմելուն առաջ, դա շատ կարևոր է։ Տեսեք ինչ այստեղ գրված, ուրեմն Ղուկաս ավետարանի 10-րդ գլխից 30 համարից, 25 համարից։ Եվ ահա մեկ օրինական վեր կացավ Հիսուսին փորձում էր ասելով, վարդապետ, ինչ գործեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ։ Նա էլ ասեց նրան, օրենքումը ինչ է գրված, ինչպես ես կարդում։ Նա էլ պատասխանեց եւ ասեց, սիրիր քո Տեր Աստծուն, քո բոլոր սրտիցը, քո բոլոր անձիցը, քո բոլոր զորությունիցը եւ քո բոլոր մտքիցը եւ քո ընկերին քո անձին պես։ Եվ Հիսուսը նրան ասեց, ուղիղ պատասխանեցիր, այդ արա եւ կապրես։ Մեր Տեր Հիսուսը միշտ գիտի ինչպես հարցին պատասխան տալ։ Ու հետո իսկ նա, որովհետեւ կամենում էր իր անձը արդարացնել, Հիսուսին ասեց, եւ իմ ընկերն ով է։ Հիսուսն էլ պատասխանեց եւ ասեց, մի մարդ Երուսաղեմից իջնում էր Երիքով եւ ավազակների ձեռք ընկավ, նրանք էլ մերկացրին նրան եւ խոցոտեցին նրան, կիսամա թողեցին գնացին եւ դիպվածով մի քահանա էր իջնում նույն ճանապարհով եւ նրան տեսավ, անցավ։ Նույնպես էլ մի ղևտացի այնտեղը հասավ, եկավ, տեսավ, անցավ։ Մի սամարացի էլ, որ ճանապարհորդում էր, եկավ այնտեղ եւ նրան տեսնելով գթաց եւ մոտ եկավ, նրա խոցերը փաթաթեց, վրան ձետ եւ գինի ածելով եւ իր անասունի վրա դրած տարավ նրան մի իջևան եւ նրան հոգ տարավ եւ յետեւյալ օրն, երբ որ այնտեղից դուրս էր գնում, երկու դահեկան հանեց եւ իջևանի տիրոջը տվավ եւ ասեց նրան, դրան հոգ տար
եւ ինչ որ ավելի ծախսանես, ես մի անգամ ետ դառնալիս կվճարեմ քեզ։ Հիմա այն երեքից ո՞րն է երևում քեզ, որ ինքեր է եղել այն ավազակների ձեռք ընկած մարդին։ Նա էլ ասեց, նա որ ողորմություն արավ նրան, ապա Հիսուսը նրան ասեց. գնա, դու էլ այնպես արա։ Հետաքրքիր հարցազրույց էր, ու մեր Տեր Հիսուսը ամեն հարցազրույցի ժամանակ միշտ շեշտը դնում էր ճշմարտության վրա։ Ու այս առակի միջոցով նա ինչ-որ մի բան ուզում էր մեզ սովորեցնել։ Մենք տեսնում ենք, որ մի դժբախտություն եղավ, մի մարդ իր համար ուղղակի Երուսաղեմից Երիքով գնում էր, բայց իրան ավազակները հանդիպեցին եւ ծեծեցին։ Գիտեք, դա ինչին է նման։ Դա նման է այս աշխարհին, որ շատ անգամ վիրավորում է մարդկանց, շատ իրավիճակներով մարդկանց ցավ է պատճառում, այս աշխարհը այդպիսինն է։ Ու այս մարդը ընկավ, նա ինքը իրեն չէր կարողանում օգնել, ինքը ինչ որ մեկի օգնության կարիք ուներ։ Ու մենք տեսնում ենք, որ քահանան անցավ, քահանան մենք գիտենք, դա այն մարդն է, որ Աստծո խոսքը տաճարում սովորեցնում է։ Ու հետաքրքիր է, որ խոսքը ասում է, որ նա տեսավ այդ մարդուն ընկած, բայց անցավ։ Գիտեք, ռուսերեն թարգմանության մեջ գրված է «Увидел, прошел мимо», այսինքն կողքով անցավ։ Նա տեսք ընդունեց, ոնց որ չի տեսնում եւ անցավ։ Այսինքն նա չվերցրեց պատասխանատվություն այդ մեկին օգնելու։ Անցավ մեկը, Ղևտացին, օրինավոր մարդ է, նույնպես օրենքը իմացող։ Նա էլ հետաքրքիր է, որ անցնում էր ճանապարհով, տեսավ մեկը ընկած է, մոտեցավ, տեսավ, որ այդ մարդը ընկած է, չգիտենք ինչ էր մտածում, բայց թողեց էլի կողքով անցավ։ Բայց եկավ մի սամարացի։ Գիտեք, ինչ հետաքրքիր է, որ այս առակը անվանվում է, վերնագրվում է բարի սամարացու մասին առակ, բարի սամարացու։ Ու երբ մենք գիտենք, որ սամարացիները հրեաների հետ ոչ մի բան չունեն, այսինքն նրանք իրար հրեաները սամարացիներին տանել չեն կարողանում, որովհետև սամարացիները առաջներում եղել են հրեաներ, բայց հետո իրանք անցել են կրապաշտությանը եւ արդեն իրար հետ ոչ մի հաղորդակցություն չեն ունեցել։ Պատկերացնում եք, անցնում է մեկը, որը հրեաների կողմից ընդունված չէ, հրեաների կողմից անտեսված, անարգված է։ Եվ մենք մի բան ենք տեսնում, որ նա ուղակի չէր քայլում, նա ավանակով էր, ճամփորդում էր, ու նա ինչ արեց, նա տեսավ, իջավ իր ավանակից, մոտեցավ եւ այստեղ մի բանալի խոսք կա։ Մի բանալի խոսք կա։ Ու ես ուզում եմ դա կարդալ։ 33-րդ խոսք ասում է՝ մի սամարացի, որ ճանապարհորդում էր, եկավ այնտեղ եւ նրան տեսնելով գթաց։ Ինչ է նշանակում գթաց։ Այսինքն նա անտարբեր չգտնվեց։ Նա տեսավ, որ ընկած է ինչ որ մեկը, որը օգնության կարիք ունի։ Այսօր աշխարհում շատ մարդիկ այդպես ընկած են իրանց մեղքի, իրանց հիվանդության, իրանց ինչ որ անելանելի իրավիճակների պատճառով իրանք ընկած են։ Ու այսօր իրանք կարիք ունեն բարի սամարացու, որ կողքով անցնի անտարբեր, ուղղակի չանցնի գնա, այլ ցուցաբերի օգնություն եւ ուշադրություն դարձնենք ինչ է նա արել։ Նա գթաց, այսինքն իր ներսում ինչ որ վերաբերմունք ունեցավ այդ մարդու հանդեպ։ Երբ մենք կարդում ենք գթաց բառը, մենք միանգամից հիշում ենք ինչ որ մեկին, ու մենք լավ ճանաչում ենք, ով որ մեր Տեր Հիսուսն է, որովհետև նա էլ երբ սովորեցնում էր մարդկանց, ու մարդիկ հավաքված են իր մոտ, նա նայեց իրանց եւ իր սիրտը գթաց, գթությունով լցվեց, որտեղ նա մի բան նկատեց, որ այդ մարդիկ այնքան հոգսերով ծանրաբեռնված են, ցիրուցան եղած են, իրար կորցրած են, ու ինքը նայեց ու մտածեց, օ, իրանք նման են մի մարդուն, նման են այն գառնուկներին, ովքեր հովիվ չունեին, հովիվ էր պետք, որպեսզի իրանց համար հոգա։ Այս բաները այնքան կարևոր է, սիրելիներ։ Հիմա տեսեք, ինչ արեց սամարացին։ Նա ուղղակի չմոտեցավ, որ իրան բարձրացնի։ Նա յուղով օծեց, քսեց այդ բոլոր վերքերը, մենք գիտենք, սկզբից գինի լցրեց, դուք գիտեք, գինին ինքը հատկություն ունի հակաբորբոքային, այո, նա
այսպես մաքրեց իր վերքերը, հետո յուղով քսեց, որպեսզի փափուկ լինի, տեսեք ինչպիսի մոտեցում էր։ Հետո տեսավ, որ այդ մարդը չկարողանում ինքը իրան օգնի, նա իրեն բարձրացրեց եւ ավանակի վրա նստացրեց եւ օգնեց, բերեց մի պանդոկ, մի տեղ, որտեղ ինքը մնաց այդ գիշերը, որպեսզի օգնություն ցուցաբերի։ Պատկերացնում եք, մի մարդ իր ճանապարհով գնում էր, բայց նա իր անձնական ժամանակի հաշվին նա օգնություն ցուցաբերեց այդ մարդուն։ Սա շատ կարևոր է։ Առավոտն էլ որ վեր կացավ, որ շարունակի իր ճանապարհը, նա գումար թողեց այդ պանդոկի տիրոջը ու ասեց՝ խնդրում եմ, հոգ տար։ Այսինքն մեկին օգնելու համար եւ ժամանակը պետք, եւ ֆինանսներ են պետք։ Ամեն, եւ ճիշտ մոտեցում է պետք։ Սա այս բաները շատ կարևոր են։ Ու ասեց, եթե հանկարծ դու շատ ծախսես, ես անպայման վերադառնալու եմ։ Ես այդ ծախսածը կլրացնեմ։ Ինչի համար եմ ես այսօր սրա մասին խոսում, որովհետև աշխարհը, որտեղ մենք ապրում ենք, լի այդպիսի մարդկանցով։ Միգուցե ֆիզիկապես իրանք ընկած չեն, բայց իրանք ընկճված են, անելանելի վիճակի մեջ են, հույսը կորցրած են, արժեքազրկված են, հիվանդ են։ Այսօր մենք մեր շուրջը այդպիսի մարդկանց տեսնում ենք։ Ու այսօր իրանք կարիք ունեն մեկին, ով որ բարի սամարացու պես կմոտենա եւ օգնություն կցուցաբերի։ Այս բանը շատ կարեւոր է։ Մենք համարվում ենք Քրիստոսի եկեղեցին։ Մեզանից ամեն մեկը Աստծո ծնված է, ու մենք ունենք նոր սիրտ Հիսուս Քրիստոսով։ Ամեն, եւ Աստված ինչ է ուզում, որպեսզի մենք ներկայացնենք այսօր այստեղ այս աշխարհում, այս քաղաքում, ամենտեղ որտեղ մենք գնում ենք, Հիսուսի սրտացավությունը, Հիսուսի գթությունը։ Եվ ուշադրություն դարձրեք, որ այս օրինավոր մարդը, որ Հիսուսին այդպիսի հարցեր տվեց, գրված է փորձելու համար, Հիսուսը իրան բռնացրեց, ու Հիսուսը ցույց տվեց, որ դու պատվիրանները լավ գիտես, բայց մենակ գիտես, բայց չես գործում այդ պատվիրանների համաձայն։ Այսօր երանի, որ մենք էլ նման լինենք մեր Տեր Հիսուսին, որ ոչ թե իմանանք լավ պատվիրանները, անգամ անգիրասենք, այլ մենք այդ պատվիրանները իրականացնենք մեր կյանքի ընթացքում, որ մեր ապրելաձևը լինի Աստծո խոսքի համաձայն։ Գիտեք, ում է պետք ուռած այսպիսի մի գլուխ, որը շատ բան գիտի, բայց ոչ մի բան չի անում այնտեղից։ Ամեն։ Մենք այսօր շատ գիտություն ունենք Աստվածաշնչից։ Ժամանակն է, որ այդ գիտությունը մենք կիրառենք, որ մենք գործածենք մեր ամեն օրվա կյանքում։ Ու գիտեք, ինչու՞մն է բանը, որ երբ մարդը սկսում է հոգ տանել ուրիշ մարդկանց համար, բարի սամարացու պես անտարբեր չլինել, կողքով չանցնել, այն ժամանակ ոչ թե մենակ դու օգուտ ես տալիս ու օգնում ես նեղության մեջ եղած մարդկանց, նաև դու հասունանում ես ինչպես անձնավորություն։ Որովհետև մեր Տեր Հիսուսը մի լավ բան ասել, որ Պողոս առաքյալը մեջ բերում է անում, ավելի լավ է տալը, քան թե առնելը։ Գիտես, կարող է մարդիկ քեզ համար շատ բան անեն, դու ուրախանաս ու վերջ, բայց երբ դու ես ինչ-որ մեկին նեղության պահին հասնում, դա մի յուրահատուկ տեսակի ուրախություն է, ժողովուրդ ջան։ Քո սիրտը այնպես է ուրախանում, ու այդ ուրախությունը ավելին է, քան, չգիտեմ, եթե դու ինչ-որ մի նյութական մեծ շահ ունենայիր։ Ու Հիսուս Քրիստոսը մեզ կանչում է այդ կյանքի մեջ։ Այսօր մեր քաղաքի վրա քրիստոնյաները կարող են ազդեցությունը թողնել բարի գործերով։ Հիսուսը ասել է, դուք այս աշխարհի լույսն եք, դուք այս հրազդանի լույսն եք։ Ճրագը, որ վառում են, չեն դնում սեղանի տակ, նա պիտի վերևը լինի, որպեսզի բոլորին լուսավորի։ Ամեն։ Դա գիտեք ինչի մասն է խոսում, որ մենք ինչպես քրիստոնյա պետք չէ մենք թաքնվենք, պատասխանատվություն չվերցնենք։ Մենք պետք չէ որ ասենք դե այդ մարդը որ տենց վատ վիճակի մեջ է, դա իր խնդրեմն է։ Ոնց ընկել է այդ վիճակի մեջ, թող այդպես էլ դուրս գա։ Եթե դու այդպիսի նեղության մեջ լիներ ու քո հանդեպ այդպիսի վերաբերմունք լիներ, ես չեմ մտածում, որ դա քո դուրը կգա, ամեն, որովհետև Հիսուսը, որ եկավ այս աշխարհ, նա մի յուրահատուկ վերաբերմունք ցուցաբերեց մեղավոր մարդկանց հանդեպ։
դա Հիսուսի վերաբերմունքն էր ազդում մարդկանց կյանքերի վրա։ Ամեն։ Այո, Հիսուսը լավ սովորեցնում էր, բայց նա նաև լավ վերաբերմունք էր ցուցաբերում։ Նա սիրում էր մարդկանց։ Ու մենք կարող ենք այսպես ասել, որ գթությունը, սրտացավությունը դա անտարբերություն չէ։ Ամեն, անտարբերություն չէ։ Դա սեր է ակտիվ գործողության միջոցով։ Ասեմ ձեզ, որ սրտացավությունը եւ խղճահարությունը տարբեր բաներ են։ Երբ դու մի բան տեսնում ես մարդը նեղության մեջ է, դու կարող ես ասել, վայ, ես ինչ մեղք է մարդը, որ իր հետ այս բանը եղավ, ես ինչ մեղք է։ Ու վերջ, մտածեցիր, մի քիչ հուզվեցիր, թողեցիր, գնացիր։ Բայց սրտացավությունը մղում է ակտիվ գործողությանը։ Ու դու մտածում ես, ինչ անեմ, որ ես այս մարդուն օգնեմ, որ ես այս մարդուն այս վիճակից հանեմ։ Ամեն։ Եվ մենք մի բան ենք տեսնում, որ ինչ է պետք, որպեսզի օգնես մարդուն։ Առաջինը պետք է այդ մարդու մոտ գնալ, պետք է այդ մարդուն այցելել, պետք է այդ մարդու հետ խոսել, պետք է ժամանակ ծախսել։ Ամեն, ինչպես բարի սամարացին արեց։ Կարող է դու շատ զբաղված ես, այսօր մի ուժեղ խնդրեմ կա, որը նաև ազդում է բացասական քրիստոնյաների վրա էլ, որ մարդիկ ասում են, ես շատ զբաղված եմ, թող մեկ ուրիշը գնա։ Ես շատ զբաղված եմ։ Գիտեք, մեր զբաղվածությունը պիտի լինի մարդկանց հասնելը։ Դա պիտի լինի մեր զբաղվածությունը, սիրելիներս։ Սա շատ կարևոր է, որովհետև եթե դու չգնաս ինչպես քրիստոնյա, հասնես մեկին իր նեղության մեջ, ով պիտի դա անի։ Ով պիտի անի։ Երբեմն աշխարհիկ մարդիկ դա շատ լավ էլ անում են։ Ու հետո էլ հանդիպանում են ու ասում են, այս մեկը քրիստոնյա բարեկամ ուներ, բայց չի այցելել իր նեղության ժամանակ։ Հիմա Ղուկասի 6:36-ում մեր Տեր Հիսուս ասում է, ողորմած եղեք ինչպես մեր հայրը, որ երկնքում է ողորմած է։ Ամեն անգամ, երբ ես կարդում եմ այս համեմատությունը, ես մի բան եմ տեսնում, որ Աստված, որ ասում է, դու իմ հոր նման ողորմած եղիր, քո երկնային հոր նման եղիր ողորմած։ Ու մենք չենք կարող ասել, դե այդ Աստված է ողորմած, եսո Աստված չեմ։ Դու Աստված չես, բայց դու Աստծո որդի ես, ու աստվածային հատկություն ունես, աստվածային էություն ունես արդեն քո մեջ։ Ու դու կարող ես անել քո չափով հոգատարությունը ցուցաբերել մարդկանց հանդեպ, որովհետև ասեմ ձեզ, մենք շատ ենք ուզում ու շատ ենք աղոթում մարդկանց փրկության համար։ Բայց եթե քրիստոնյաները նման լինեն այն ճեռակին, որը սեղանի տակ է դրվում, ոչ թե սեղանի վրա, հասկանում եք, ոչ մեկը լույսը չի տեսնի։ Հիսուսը ասում է, թող ձեր բարի գործերը լույսի պես լուսավորեն այս աշխարհը, ձեր բարի գործերը, մարդկանց հասնել նեղության մեջ, դա էլ է բարի գործ, սիրելի իմ բարեկամ։ Ամեն, գիտեք, ես շատ մեծ պատասխանատվություն եմ զգում այսօր խոսելով այս ուղերձը մեր եկեղեցու հետ։ Ինչու՞, որովհետև աշխարհում ավելի շատանում է մեկուսացումը, էգոիզմը ավելի շատանում է, ու ավելի շատ մարդիկ խոսում են նրա մասին, որ մարդը անի այն, ինչ որ իրեն օգուտ է, անի այն ժամանակ, երբ իրան հարմար է։ Հասկանում եք, չէ՞։ Սամարացին չարեց, որ իրեն հարմար էր, ինքը իր գործերը ուներ, բայց ինքը իր գործերը թողեց, նա ցուցաբերեց այդ վիրավորված մարդուն օգնություն, որպեսզի այդ մարդուն օգնի, նա վերականգնվի։ Ու մենք լավ հասկանում ենք, որ բարի սամարացին դա մեր Տեր Հիսուս Քրիստոսի խորհրդանիշն է։ Ամեն, Հիսուսին է ներկայացնում, այսօր Հիսուսի հոգին մեր յուրաքանչյուրի սրտի մեջ է։ Ու Աստված մի բան է ուզում, որ երբ դու ապրում ես այս աշխարհում, քայլում ես, խանութ ես գնում, աշխատանքի վայրում ես աշխատում, ինչ որ մի տեղ, քո շուրջը կան շատ մարդիկ, կողքով մի անցիր, անտարբեր մի եղիր, աչքերդ մի փակիր, բաց եղիր, մարդկանց հասնելու եւ մարդկանց օգնելու, որովհետեւ մենք դրա համար ենք կանչված։ Ամեն։ Եկեք մենք չլինենք այս օրինավոր մարդու պես, որ խոսքը լավ գիտի, բայց չգիտի ով է իր բարեկամը, ով է իր մտերիմը։ Անգամ երբ Հիսուս ասեց ով էր բարեկամը, նա չասեց սամարացին, որովհետև չէր ուզում երևի սամարացու անունը լսել։ Գիտեք, սիրելիներ, սրտացավությունը
երբեք չի հարցնում, այս մարդը լավն է, թե այս մարդը վատն է։ Եթե մարդը նեղության մեջ է, ուրեմն պետք է ցուցաբերել օգնություն։ Շտապ օգնությունը, որ իրան կանչում են, ու մեկը թմրադեղերի տակ վատացել է, չի ասում, որ դու ես մեղավոր։ Դե մեռիր, չէ, օգնություն է ցուցաբերում։ Դրա համար կոչվում է շտապ օգնություն, առաջի բժշկական օգնություն։ Եկեղեցին կանչված է առաջի հոգևոր օգնությունը ցուցաբերելու։ Ամեն ու այս բանը այն եղբայրը, որ այսօր երկնքում է, նա մի բան այդպես ընդգծեց, ասեց, ձեր եկեղեցին նման է բարի սամարացու, ու ես հավատում եմ, որ ինքը ճիշտ էր, ուղղակի այսօր այդ բարի սամարացու բնավորությունը, հատկությունները պետք է շատ ուժեղ ձևով ակտիվանա մեր յուրաքանչյուրի կյանքում, ակտիվանա, եկեղեցու անդամներին պետք չէ սպասել, եթե դու տեսնում ես մեկը նեղության մեջ է, քո հարևանը, քո բարեկամն է, պետք չէ մտածել զանգեմ հովիվին, հովիվը նախաձեռնի, ինչ պիտի անի, բա դու ինչ պիտի նախաձեռնես։ Աստված մեզ յուրաքանչյուրին տվել է այդ շնորհքը, նախաձեռնող լինենք։ Տեղում մտածես, ոնց կարող ես այդ մարդուն օգնել, ինչով կարող ես օգնել, ամեն։ Երբ մի իրավիճակ է լինում, որտեղ ես ինչ որ կարողացել եմ օգնել եմ ու ինքս էլ չգիտեմ ինչ անեմ, ես արդեն մտածում եմ, ում ես կարող եմ գտնել, որ կարող է այդ մարդուն իր իրավիճակի մեջ իրան օգնել։ Եթե բժշկությունը պետք գիտեմ, ահա, մենք ունենք լավ բժիշկներ քրիստոնյա, զանգեմ, ուղարկեմ այդ մարդուն այնտեղ, դա էլ է հոգատարություն։ Հասկանում եք։ Եթե մենք բոլորս իրար հետ ակտիվացնենք այդ պարգևը, այդ պտուղը սրտացավության, գթության, ողորմության, այն ժամանակ ես հավատում եմ, մենք մեծ ազդեցություն կբերենք մեր շրջապատի վրա, որովհետև մարդիկ կարիք ունեն լավ վերաբերմունքի, հոգատար վերաբերմունքի, եկեղեցին Քրիստոսի մարմինն է ու եկեղեցին կանչված է, որ մենք այդ վերաբերմունքը ցուցաբերենք մարդկանց հանդեպ։ Ամեն սիրելիներ, մեզ համար մի հրաշալի օրինակ կա, ու ես խնդրում եմ, որ դուք ձեր սրտերը պահեք ամեն գայթակղությունից, որ դուք չսպասեք, որ հովիվը մի բան պիտի անի կամ պիտի հանձնարարի, որ դու անես։ Հասկանում եք, հովիվը չի հերիքում, ժամանակ էլ չի հերիքում, կարողություն էլ ֆիզիկական չի հերիքում, որ գնա մարդկանց այցելի։ Մեզանից ամեն մեկը ունենք այդ հովվական սիրտը, որտեղ Քրիստոսի հոգին դա հովվական հոգի է, որ մենք ամեն մեկս մեր տեղում կարողանանք օգնել մարդկանց։ Փառք Աստծուն, այսօր այնպիսի հնարավորություն կա, հեռախոսով զանգիր, WhatsApp-ով զանգիր, տարբեր հնարավորություններով զանգիր, քեզ այստեղ պետք չի վերկենալ, գնալ Ռուսաստան կամ Ամերիկա, դու կարող ես այդ մարդու հետ խոսել, խորհրդատվություն անել, աղոթք անել իր հետ, մինչև որ այդ մարդը վերականգնվի, ամեն։ Սա պատասխանատվությունն է մեր յուրաքանչյուրի, սիրելի Աստծո ժողովուրդ, ու մեր հիասքանչ օրինակը դա մեր Տեր Հիսուսն է, որ ինքը թողեց ամեն բան, եկավ այս մեղավոր աշխարհ, լույսը թողեց, եկավ այս խավարը, եկավ այնտեղ, որտեղ այսպես գարշելի մեղքի ներկայություն էր։ Ինչու՞ն է եկավ, որովհետև իր սիրտը անտարբեր չէր, որտեղ մեզանից ամեն մեկը նման էր այն ավազակի ծեծված ընկած մարդը, եւ ինքը անտարբեր չէր, իր սիրտը գթած, նա եկավ որպեսզի գտնի, փրկի, ապրեցնի։ Ու այսօր մեզանից յուրաքանչյուր այդ պատասխանատվությունը ունի։ Ամեն։ Մեր քրիստոնեական կյանքի նպատակը այն չէ միայն, որ մենք կիրակի օրը հավաքվենք, խոսքը լսենք ու գնանք մեր սովորական կյանքը ապրենք։ Կիրակնորյա ծառայությունը նրա համար է, որ այստեղ դուք ուղերձը լսեք ու հավատաք, որ Աստծո հոգին է այդ փոխանցում ձեզ, ու մենք ակտիվանանք, ակտիվ լինենք ամեն օր շաբաթվա մեջ։ Ու այդ շաբաթվա մեջ մենք ինչ որ գործեր անենք, ինչ որ պտուղը բերենք։ Ամեն։ Եվ մյուս օրը, երբ մենք գալիս ենք, մյուս շաբաթը երբ գալիս ենք, մենակ չգանք եկեղեցի։ Մենակ չգանք։ Ու մի ասեք, որ դե մարդը չի ուզում գալ եկեղեցի։ Ոչինչ։
Եթե չի ուզում կամ չի կարողանում, եկեք մենք գնանք մարդկանց մոտ, որտեղ մեր Տեր Հիսուսը մեզ համար լավ օրինակ է։ Նա գնում էր տները, մարդկանց տներն էր գնում։ Ու նա չէր գնում կոֆե խմելու, նա գնում էր Աստծո արքայության ավետարանը քարոզելու։ Ու մարդիկ դրա հետ միասին էլ ինչ-որ բան են հյուրասիրում, բայց ամենակարևորը Հիսուսը շեշտը դնում էր խոսքի վրա, որտեղ խոսքն է ապրեցնում մարդկանց։ Ամեն։ Ու այն մարդը, ով որ մտածում է, որ ինքը քրիստոնյա է, բայց Քրիստոսի նման չի, դա արդեն պրոբլեմ է։ Հասկանում ես։ Եթե դու մտածում ես դու քրիստոնյա ես, քո քրիստոնեությունը նրանում չէ, որ դու ուղղակի հավատում ես Աստծուն։ Հավատք առանց գործերի մեռած է, մեռած։ Աստված ուզում է, որ քո հավատքը գործերով երևա, մարդկանց կյանքերը փոխվեն, դրական ազդեցություն լինի մարդկանց կյանքերի վրա։ Ամեն։ Որտեւ ես հավատում եմ, որ մեզանից այստեղ նստածներից ամեն մեկը մշակ է։ Մենք հաճախակի աղոթում ենք Տեր ուղարկիր մշակներ։ Աստված ասում է, հերիք աղոթեք, մշակները դուք եք վեր կացեք, աշխատեք։ Վեր կացեք, գործի անցեք։ Ամեն։ Երբ մենք սկսենք հոգալ մարդկանց համար, այն ժամանակ շատ ուժեղ փոփոխություն կլինի։ Հիմա ուզում եմ մի տեղ էլ կարդալ, եկեք մենք իրար հետ միասին տեսնենք, մեր Տեր Հիսուսը ոնց էր իր աշակերտներին սովորեցնում հոգ տանել մարդկանց հանդեպ։ Ուրեմն նայենք Մատթեոս ավետարանի 14-րդ գլխից 13-րդ համարից։ Գրված է, այս պատմությունը գնում է նրանից հետո, երբ Հիսուսը լսեց, որ իր եղբորը Հովհաննես Մկրտչին գլխատել են։ Ու գրված է, եւ Հիսուսը լսելով այնտեղից նավով գնաց առանձին մի անապատ տեղ, եւ ժողովուրդներին, երբ որ լսեցին, եւ կներեք, եւ ժողովուրդները, երբ որ լսեցին, այն քաղաքներից ոտով գնացին նրա ետևից, եւ երբ որ Հիսուսը դուրս եկավ, շատ ժողովուրդ տեսավ եւ գտած նրանց վրա եւ բժշկեց նրանց հիվանդներին։ Դուք պատկերացնում եք, Հիսուսը լսեց իր եղբոր այդպիսի դաժան մահի մասին, դա այն անձն էր, որ իր համար, իր ծառայության համար ճանապարհ պատրաստել։ Ու նա առանձնացավ, որպեսզի ինքը շատ տխուր էր։ Մենք էլ որ սքի մեջ ենք լինում, մենք էլ ենք ուզում առանձնանալ, մի քիչ այդ իրավիճակը լավ ըմբռնել, հասկանալ։ Ու այդ պահին աշակերտները գալիս են ու ասում են, այնքան մարդ կա, կարիք ունի, քո կարիք ունի։ Ու Հիսուսը չասեց, ես ժամանակ չունեմ, դեռ 7 օրը չի անցել, 40 օրը չի անցել, որ ես դուրս գամ մարդկանց մեջ։ Նա անմիջապես դուրս եկավ, խոսեց մարդկանց հետ, որովհետև իր սիրտը անտարբեր չէր մարդկանց կարիքների հանդեպ։ Ու բժշկեց բոլոր հիվանդներին։ Եվ հետո տեսեք ինչ է կատարվում։ Եվ երբ որ իրիկուն եղավ, աշակերտները նրա մոտ եկան եւ ասեցին. տեղը անապատ է եւ ժամանակն արդեն անցել է, ժողովուրդները արցակիր, որ գնան գյուղերը իրանց համար կերակուր առնեն։ Պատկերացնում եք։ Հիսուսն էլ ասեց նրանց. պետք չէ որ գնան, դուք տվեք նրանց ուտել։ Նրանք էլ ասեցին նրան. մենք այստեղ բան չունենք, բայց միայն 5 հաց եւ 2 ձուկ։ Այսինքն այդ մարդիկ ինչ որ ժամանակ մնացել են, Հիսուսին լսել են, բժշկվել են, ազատագրվել են ու պարզա որ եթե 2, 3, 4, 5 ժամ անցնում է, մարդը սովածանում է։ Ու պիտի երկար ճանապարհ գնա։ Զարմանալի է, ինչքան զգայուն էր մեր Տեր Հիսուսը։ Աշակերտները այդքան բանը չէին հասկանում, ասում են թող գնա արդեն, ծառայությունը ավարտվել է, թող գնա։ Բայց որ այդ մարդը պիտի երկար ճանապարհ գնա։ Հիսուսը ասեց, կերակրեք իրանց։ Եկեք մենք իրանց կերակրենք, որ իրանք ուժեղ լինեն, կարողանան մինչև իրանց տուն գնալը չթուլանան։ Ու հետո մենք գիտենք ինչ պատմություն է այնտեղ լինում։ Սրտացավությունը Հիսուսի ճանապարհ բացեց հրաշքների, գերբնական հրաշագործ այդ երևույթին, որ հացերը, ձկները բազմացան, մարդիկ կերան, մարդիկ կշտացան եւ գնացին տները։ Այսինքն մենք մի բան ենք տեսնում, որ մեր Տեր Հիսուսը ոչ թե լրացնում է մենակ հոգեվոր կարիքները, նա նաեւ ֆիզիկական կարիքներն է լրացնում։ Ամեն։ Այդպես որ սիրելիներս, մենք
այդ բանը այնքան կարևոր է, որ մեր բյուջեն, որ մենք ունենք ֆինանսական, մենք մի բան իմանանք, այո, մենք լրացնում ենք մեր կարիքները, բայց այդ բյուջեի մեջ Աստծո բաժինն էլ կա, նաև մի բաժին էլ կա, որ դու պահես, որ ինչ որ մեկին դու օգնես, օգտակար լինես, համաձայն եք ինձ հետ, համաձայն եք, մեր հայ ժողովուրդը թասիբով ժողովուրդ է, որտեղ որ գնում է դատարկ ձեռքերով չի գնում, ասում է ես դատարկ ձեռքերով չեմ գնա, ոնց գնամ դատարկ ձեռքերով, չեմ գնա, հասկանում եք, ու չգիտես ինչու առանց այսպես դատարկ ձեռքերը չի գնում, ու դա ես մտածում եմ աստվածային հատկություն է, ամեն, իհարկե երբեմն միգուցե լինում է չափից շատ այսպես, բայց դա կարևոր է, հաճելի է, ինչ որ բան տալը, քան առնելը, սիրելիներս, ու ասեմ ձեզ, որ դա էլ է ազդեցություն թողնում մարդկանց կյանքերի։ Հիսուս այդպես սովորեցրեց աշակերտներին, որ հոգևոր ծառայությունը մենակայն չէ, որ խոսքն եք սովորեցնում, նաև խոսքով եք կերակրում, նաև ֆիզիկական կերակուրել է պետք, ամեն։ Գիտեք, այնքան կարևոր է, որ միգուցե մեկը հեռու տեղից գալիս է քո մոտ հյուր։ Դու իրան չես սոված ճանապարհում, ասում ես, եկեք նստեք, գոնե մի բաժան սուրճ խմի, որ կարողանաս մինչև քո տունը հասնել։ Սա էլ ճիշտ վերաբերմունքի նշան է։ Ամեն, հիմա այնքան կարևոր է այս բաները։ Ես ինձ մտածել եմ, ինչն է խանգարում մեզ, որ մենք ավելի բաց լինենք մարդկանց հասնելու համար, որ այդ սրտացավությունը, որը Սուրբ Հոգու պտուղներից մեկն է, այդ գթասրտությունը, որ մեր մեջ ձևավորվի, որովհետև երբ մենք ասում ենք պտուղի մասին, մենք մի բան գիտենք, պտուղը մի օրվա մեջ ինքը չի ձևավորվում, ժամանակ է պետք, բայց դրա հետ աշխատել է պետք։ Մի բանա, որ դու դրա մասին գիտես, աշխատում ես, մի բանա, որ չգիտես, ու ինչպես քրիստոնյա հոգու պտուղը քո մեջ չի ձևավորվում, որովհետև հոգու պտուղը դա սերն է, խաղաղությունն է, ուրախությունն է հայ ժողովուրդ, ուրախությունը դա Սուրբ Հոգու պտուղն է, տխրությունը Սուրբ Հոգու պտուղը չի, մենակ մի տխրություն Աստծուն հաճելի, երբ մենք տխրում ենք ապաշխարելու համար, հասկանում եք, ամեն, ուրիշ տխրությունը, շատ վտանգավոր է ու հիվանդությունների պատճառ է, մենք տխրում ենք, լաց ենք լինում երբեմն, երբ մենք Սուրբ Հոգին մեզ հանդիմանում է ու մենք տեսնում ենք, որն է մեր սխալը ու հասկանում ենք, որ ախր ես Աստծուն չարժեր, որ ես ինձ այսպես պահեի, չարժեր, որ ես այսպեսի վերաբերմունք ցուցաբերեի ու դու տխրում ես, դու լաց ես լինում, դու ծոմ ես վերցնում, դու աղոթում ես ու դու աղաչում ես, որ Աստված օգնի քեզ հաղթահարել այդ դժվարությունները, այդպես թիթերը բանը թրթուրը ձևավորում է դառնում է թիթեր, այսինքն մի մեր բնավորությունը մարդկայինը, մեղանչականը ձևավորում է դառնում է հոգևոր, ամեն, բայց տխրությունը դա Սուրբ Հոգու պտուղը չէ, բայց սրտացավությունը Սուրբ Հոգու պտուղն է ու դա իրականում շատ կարևոր է, ամեն, ու գիտեք ինչ եմ ես տեսել, ինչն է մեզ խանգարում բաց լինել մարդկանց հանդեպ, մեր անձնական կարիքները, որտեղ մարդիկ այնքան կենտրոնացած են իրանց անձնական կարիքների եւ իրանց հոգսերի վրա, որ իրանք կարծես ուրիշներին չեն նկատում։ Եվ իհարկե կարևոր է, ինձ ճիշտ հասկացեք, սիրելիներ, ես նկատի չունեմ, որ դու քո կարիքների համար պատասխանատվություն չվերցնես, բայց ուղղակի ուրիշներին օգնես, ոչ, առաջինը դու ունես պատասխանատվություն քո ընտանիքի կարիքները լրացնելու համար, դա շատ կարևոր է, քո անձնական կարիքները լրացնելու, բայց եկեք մենք դրա վրա էլ շատ չկենտրոնանանք, ես, իմը, ինձ եւ այլն, մենք քրիստոնյաներս մեր աչքի առաջ պետք է պահենք աշխարհը, ոչ թե դու, այլ նաեւ աշխարհը պահիր, կորսված մարդկանց, որտեղ մի օր լինելու է, որ Աստված մեզ այստեղից ստանելու է ու դու պատասխան պիտի տաս, ինչ բարի գործ ես արել դու երկրի վրա, հա դու հավատքով փրկված ես, բայց նաև բարի գործերը պիտի անես, ամեն, որովհետև եթե հավատք ունես, հավատքը միշտ տանում է մեզ բարի գործերը անելու, ամեն, ինչն է մեզ օգնում,
մեզ օգնում է մեր ծառայության մեջ, մեր քրիստոնեական ապրելաձևի մեջ, ինչն է մեզ օգնում Քրիստոսի նման լինել, մեր հավատքը, որ մենք հավատում ենք Հիսուս այսպիսին է, ես էլ այսպիսին կլինեմ։ Եվ նաև պլյուս հնազանդությունը։ Ես ասեմ ձեզ սիրելիներ, պահեր են լինում, որ գիշերվա կեսին կարող է քեզ զանգեն ու ասեն կգաք մեր տուն, կարիք կա։ Ու դու չես ասում, որ կներես ես արդեն անկողնի մեջ եմ։ Դու քո ժամանակը տրամադրում ես ուրիշներին ծառայելու։ Կարող է մեկ ասի, դե դու հովական ծառայության մեջ ես, դու պարտավոր ես դա անելու։ Ես հովական ծառայության մեջ չեմ, բայց ես արդեն նշել եմ, որ ամեն վերստին ծնվածը ունի հովվի սիրտը։ Այդպես է թե չէ։ Եթե մարդիկ չգիտեն, այսօր հայտնություն ստացեք, որ ձեզ պետք չէ լինել հովիվի ծառայության մեջ այսպես, ինչպես ծառայության պարգև, այլ մենք ամենը մեկս, ինչպես հովիվ կարող ենք հոգ տանել, առաջինը մեր ընտանիքի համար, հետո աշխարհի ընտանիքի համար, ամեն։ Եվ իհարկե Հիսուսը մի բան էլ է ասում, որ մենք հոգ տանենք մեկը մյուսի համար, մեր հավատացյալների ընտանիքներին, որ մենք ուշադիր լինենք, որ մենք զգայուն լինենք։ Ու գիտեք, երբեմն ինձ ինչն է տխրեցնում, անկեղծ եմ ուզում ասել, որ ինձ երբեմն ասում են, որ այս մարդը այս նեղության մեջ է, բայց եկեղեցին չի տեսնում, որ իրան հասնի օգնի։ Ու ես ուզում եմ հարցնել, բա դու եկեղեցի չես։ Դու եկեղեցի չես, որ հասնես օգնես։ Կամ եթե ինչ-որ մեկը գիտի, որ ինչ-որ մեկը նեղության մեջ է, ինչու չեք մոտենում տեղյակ պահում։ Թե մտածում եք, որ Սուրբ Հոգու պարգևները պիտի գործեն, ու մենք պետք է իմանանք, ով որտեղ նեղության մեջ է, որ հասնենք իրան օգնենք։ Ոչ, եկեք մենք իրար հետ լինենք, ինչպես Աստծո ընտանիք։ Ամեն։ Ինչ որ մենք անում ենք, սիրելիներս, փառքը Տիրոջն է։ Փառքը Տիրոջն է։ Լավ, հիմա օգնելու հարցում միշտ այդպիսի բան է, դու ինչ-որ մի բան պետք է զոհես, որ հասնես ուրիշին, այո, միշտ ինչ-որ տեղ գնալ, ինչ-որ մի բան անել, անհարմարություն իր հետ ունի, բայց դու զոհում ես, որտով ունես գլխավոր նպատակ, հասնես մարդուն, օգնես իրան, որ Աստված իրան ապրեցնի, ամեն, ամեն սիրելիներ, ու Գաղատացիս 4:18-ում այսպիսի մի լավ բան է գրած, Պողոս Առաքյալն ասում է, լավ է բարի բանում ամեն ժամանակ նախանձավոր լինել, բարի բաներում ամեն ժամանակ նախանձավոր լինել, ամեն, ոչ թե նախանձավոր լինել են մեկում, այս ինչ նոր մեքենա արել, իմը դեռ հինն է, չէ, բարի բաներում, ու մեր չափանիշը, մեր Տեր Հիսուս Քրիստոսն է, որ մենք նենք Հիսուս այս բաներ անում էր, ես էլ գնամ անեմ, ամեն, ու երեք կարևոր բան ուզում եմ ուղղակի ասել, որ սա հաստատ դուք կհիշեք, դուք գիտեք, ուղղակի կհիշեք նաև, ինչպես օգնել, ինչպես ցուցաբերել սրտացավությունը, օգնությունը մարդկանց հանդեպ, սրտացավությունը արդեն դա օգնություն է, որտև ինչ որ դու անում ես, դու չես անում ձևի համար, դու անում ես, որտև դու սրտացավ ես, ամեն, հիմա տեսեք սիրելիներ, բարի Սամարացին, որ այդքան բան արեց այդ վիրավորված մարդու համար, դա չարեց, որ հետո պարտավորի այդ մարդուն ասի, հիշիր միշտ, մինչև քո կյանքի վերջը, ինչ եմ ես քո համար արել, ոչ, նա արեց դա ամեն, ու Հիսուսը մեզ համար արեց, մենք էլ պարտավոր ենք ուրիշների համար անել, ամեն, այդպես է, չէ, եթե դուք մի հատ աշխուժ ամեն ասեք, կթարմանաք, շնորհակալություն, հիմա, առաջի բանը, ինչն է մեզ օգնում, որպեսզի մեր այդ գթասրտությունը ավելի զարգանա, ավելի ձևավորվի, դուք արդեն գիտեք, ասեմ, ուշադիր լինել մեր շրջապատին, ամեն, ուշադիր լինել, որ մենք կողքով չանցնենք, ու եթե տեսնում ենք ինչ-որ պրոբլեմ, ինչ-որ նեղություն, ու դու կարող ես այդ հարցը լուծել, դու օգնության ձեռքը մեկնես, չես կարող, խնդրի մեկին, ով որ դա կարող է անել ավելի լավ, ամեն, ուրեմն լինել շատ ուշադիր, երկրորդը,
սովորել լսել մարդկանց։ Երբեմն մարդկանց խնդրեմը այն է, որ իրանց չլսված են համարում։ Այսինքն իրանք ուզում են, որ ինչ որ մեկը իրան լսի։ Ու քո օգնությունը անգամ նրա մեջ է, որ դու իրան լսում ես։ Ու ինքը խոսում է, ինքը կիսվում է, ինչ որ ցավ ունի, ինչ որ ուրախություն ունի, ինքը կիսվում է, ինքը անգամ խորհրդի կարիք չունի, բայց ինքը հասկանում է, որ ոնց ասեմ, հայերեն չգիտեմ ոնց, որ տեղ հասավ, որ իրան հասկացան։ Գիտեք, դրա համար էլ է շատ համբերություն պետք եւ սեր։ Հասկանում եք։ Ամեն։ Եվ երրորդը գիտեք որն է, կողքով չանցնելը։ Ասա կողքով չանցնել։ Կողքով չանցնել։ Ամեն։ Ես գիտեմ, մեր եկեղեցու վրա այդ մի գեղեցիկ ներկայությունը կա, որ մարդիկ սիրում են Աստծուն։ Սիրում են, որովհետև մենք մեր եկեղեցին սիրում է Աստծուն։ Մեզ համար հեղինակությունը Աստծո խոսքն է։ Մեզ համար հեղինակությունը Հիսուսն է։ Այսօր իմ ուղերձի նպատակը այն է, որ այն ինչ որ դու ունես, ակտիվացնես ու թույլ չտաս, որ ինչ որ իրավիճակները քեզ пассив դարձնեն։ Ամեն։ Եվ այն ինչ որ դու գիտես, հասցրու ուրիշներին, որտեղ վտանգավոր է մենակ իմանալը։ Խոսքը ասում է գիտությունը մարդուն շատ է հպարտ դարձնում, բայց սերը մարդու կյանքը փոխում է։ Ու երբ դու սիրում ես ու սիրուց ելնելով հասնում ես մարդկանց, եւ դու ես օրհնվում, եւ ուրիշ մարդիկ էլ։ Ամեն։ Եկեք մենք բարձրանանք ոտքի։ Հալելույա։ Հալելույա։ Այստեղ ինչպես միշտ Աստծո քաղցր ներկայությունն է, սիրո, բժշկող, ազատագրող ներկայությունն է։ Ու գիտեք, երբ ես ծառայության եմ պատրաստվում, իմ ներսում այսպիսի մի տպավորություն կար, որ այստեղ կարող է լինեն մարդիկ, ովքեր մենք այստեղ բոլորը կանգնած ենք, բայց ներսում կարող այն վիրավորված մարդու նման ընկած լինենք։ Ինչ որ հարցերից, ինչ որ խնդիրներից, ինչ որ, չգիտեմ, վիրավորանքներից։ Ամեն։ Ու գիտեք, ու ես մի բան տեսա, որ Հիսուս այստեղ է, ու Հիսուսը քո կողքով չի անցնում։ Նա տեսնում է, ինչ վիճակում ես դու։ Որովհետև նա քեզ շատ սիրում է։ Մեր Տեր Հիսուսը մի յուրահատուկ սիրտ ունի, այնքան զգայուն, այնքան գթությունով լցված։ Սաղմոսի մեջ գրված է նա բազմագութ է, բազմագութ, շատ զգայուն, շատ հոգատար, շատ ուշադիր, շատ նկատող։ Ու եթե այստեղ կան մարդիկ, ովքեր իրանց ներսում ոնց որ ծեծված զգան, իրավիճակների պատճառով, միգուցե մարդկանց վերաբերմունքի պատճառով, այսպես ոնց որ ներսում ծեծված ընկած լինեն։ Ես ուզում եմ ասել, որ մեր Տեր Հիսուսը այստեղ է։ Թույլ տուր, որ նա իր գինիով մի հատ մշակի քո վերքերը, թույլ տուր, որ իր Սուրբ Հոգու յուղով նա փափկացնի քո սիրտը, թույլ տուր, մի փակվիր, եկեք կանգնենք մի քանի վայրկյան Տիրոջ առաջ։ Հալելույա, հալելույա, մենք շնորհակալ ենք Տեր Հիսուս, դու հիասքանչ ես, Տեր, մենք շնորհակալ ենք, դու արել ես ամեն բան կատարելապես, քո վերաբերմունքի մեջ ոչ մի թերի բան չկա, դու կատարյալ ես, քո սերը կատարյալ է, քո վերաբերմունքը այնքան կատարյալ է Տեր,
Տեր մենք քո առաջ ենք կանգնած։ Եվ դու տեսնում ես մեզ բոլորիս։ Դու տեսնում ես։ Ու մենք շնորհակալ ենք, որ դու կողքով ոչ մեկի կողքով չես անցնում։ Որ դու մոտենում ես ամենին, ով որ կարիք ունի։ Վերքերի բժշկությանը, սրտի վերքերի, իր ցավոտ հիշողությունների բժշկությանը ու ազատագրմանը, քո ներկայությունը յուղի պես է, փափկացնում է մեր վերքերը, բժշկում ու վերականգնում է մեզ։ Տեր մենք շնորհակալ ենք, դու այստեղ ես։ Սուրբ Հոգի դիպչիր, շոշափելի ձևով դիպչիր։ Թող ամեն խոչընդոտները մեր ու քո միջև հենց հիմա հալվեն։ Սուրբ Հոգի հիասքանչ, քամու պես շարժվիր այստեղ, հպվիր ամեն մեկին։ Մենք շնորհակալ ենք, քո ներկայության մեջ կա ազատություն, Տեր, Տեր ներիր մեզ ամեն բողոքի համար, ներիր մեզ ամեն մեղադրանքի, ամեն դատապարտության համար, ներիր ամեն մի սայթակման համար, մեր ամեն մի սխալ խոսքերի համար, որ մեր բերանից մենք թույլ ենք տալիս, որ դուրս գան, ներիր մեզ։ Տեր մենք քո կարիքը շատ ունենք, քո երկյուղով լցրում մեր սրտերը, սրբացրում մեր անձերը, սրբացրում մեր անձերը Հիսուսի անունով Տեր, և թող քո ճշմարտությունը հասնի յուրաքանչյուրիս, ճանաչելի լինի յուրաքանչյուրի կողմից, որ մենք ազատագրվենք ամեն կապանքներից, ամեն մեղքի կապանքներից, ամեն վախի կապանքներից, ամեն տխրության կապանքներից, ամեն արժեքազրկման կապանքներից, ամեն այն անհույս լինելու կապանքներից։ Սուրբ Հոգի, թանկագին Տիրոջ Հոգի, նորոգիր, քո շնչով փչիր յուրաքանչյուրի վրա, ինչպես զով քամի, ինչպես զովացնող անձրև, ինչպես թարմություն, ինչպես բժշկող յուղ, ամեն մի վերքի վրա։ Տեր, մենք հրաժարվում ենք, Տեր, հրաժարվում ենք ամեն չներումներից, ամեն տխրություններից, ամեն ատելությունից, ամեն նախանձից, ամեն հպարտությունից, Տեր, մաքրիր ու սրբացրու քո ժողովուրդը, որ մեզանից ամեն մեկս կատարյալ լինեն քո սուրբ երեսի առաջ։ Շնորհակալ ենք հիասքանչ Տիրոջ Հոգի, շնորհակալ ենք։ Խնդրում եմ, թող քո ներկայությունը լինի մեզ վրա, ճանապարհի վրա, երբ մենք հասնենք տուն, թող քո ներկայությունը լինի մեզ վրա։ Բացմի թող թանկագին Սուրբ Հոգի, նորոգիր մեզ, որ Քրիստոսը մեր մեջ երևա, որ Քրիստոսի լույսը լուսավորվի։ Շնորհակալ ենք։ Հալելույա։ Տեր, ներիր ամեն մի բողոք, որ մենք ունենք մեկը մյուսի հանդեպ։ Տեր, ներիր ու արմատախիլ արի մեր եկեղեցու անդամների կյանքից,
վերաբերմունքից, մտքերից, սրտերից, Տեր, ոչ արդարացված սպասումներից մեզ ազատիր, որ մեկը մյուսին պարտադրում է ով ինչ պիտի անի, Տեր, ազատիր մեզ ոչ աստվածային շնչավոր վերաբերմունքներից, ազատիր մեզ, Տեր, ես հռչակում եմ ազատություն, ազատություն ամեն մեկի մտքի համար, ազատություն ամեն մեկի շնչի համար, թող ամեն մեկի կամքը ազատ լինի, արդարությունը գործելու, թող ամեն մեկի մարմինը ազատ լինի հիվանդությունից, տկարությունից, Հիսուսի զորավոր անունով, Տեր, մենք շնորհակալ ենք, որ քո սիրո ներկայության մեջ կա բժշկություն, քո սիրո ներկայության մեջ կա ազատություն, թող սերը, քո հանդեպ, քո սերը մեր սրտերում ավելանա, քո հանդեպ մեկը մյուսի հանդեպ, Տեր օգնիր, որ մենք իրար սիրենք ավելին, քան երբևէ, օգնիր, որ ոչ թե խուսափենք մեկը մյուսի հետ մտերիմ լինելուց, այլ սիրենք մեկը մյուսին, Հիսուսի անունով, ամեն դիվային հսկողություն հարաբերությունների վրայից թող լինի քանդված, Հիսուս Քրիստոսի զորավոր անունով, թող գա ազատությունը հարաբերությունների մեջ, սիրո հարաբերությունների մեջ, շնորհակալ ենք, Տեր, շնորհակալ ենք,